հույսը, որ գամեց խաչին ու կապեց հայում, այս շուտով նա քեզ է սպասում, երբ ձայնով սրտիդում է թակում, քա սիրտդ բաց չլինի ուշանաս, ձերի փրկության սիրուց հետ մնաս, իսկ եթե չլիներ այդ սերը, չլինի մեզ փրկություն, սերն է համեջ կյանքի հույսը, որ գամեց խաչին ու թափեց նորից, իսկ եթե չլիներ այդ սերը, չլինի մեզ փրկություն, սերն է համեջ կյանքի հույսը, որ գամեց խաչին ու թափեց հայում։ Աստված իր ամենակարող զորությամբ ստեղծել է մարդուն։ Սա փաստ է թե ոչ։ Փաստ է։ Եվ մենք հավատքով այն ընդունել ենք, մեր մեջ այն դարձել է կյանք, եւ այս փաստը մեզ համար երբեք չի փոխվում։ Տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Ծննդոց 2:7-ը Տեր Աստված գետնի հողից ստեղծեց մարդուն եւ նրա ռնգուկներին կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի դարձավ։ Նաև ծննդոց 1:27-ը Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Սա ճշմարտություն է եւ երբեք չի փոխվի։ Մեր նախահայրը մարդ է։ Այս փաստին չհավատացողները ինքնըստինքյան պիտի հավատան այն վարկածին, որ գիտությունն է մեջտեղ բերել, եւ այդ վարկածը հետեւյալն է. մարդը առաջացել է կապիկից, խիստ ծիծաղելի է, որ մեկ տեսակ կապիկից, շիմպանզեից թե օրանգուտանից, ովքեր որ առաջի փաստը ճշմարտությունը չեն ընդունում, ինքնըստինքյան ընդունում են երկրորդը եւ իրենց կարող են դասել կապիկի սերունդ հասկացողության տակ։ Աստծո խոսքը ասում է, իրենք իմաստուն են ասեցին եւ ինչ եղան հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին ամեն տեսակ կենդանիների պատկերի եւ պաշտեցին։ Հոբ երանելին թեև սաստիկ փորձություններով անցավ, իր ստեղծվելու վրայով գրում է հետևյալը։ Կարդանք Հոբի 10-րդ գլխից Քո ձեռքերդ զիս ստեղծեցին ու իմ բոլոր անդամներս կազմեցին ու զիս բնաջինչ կնես, չէ որ ինքը տարբեր հիվանդություններով էր անցնում եւ իր մտքի մեջ այն էր, որ Տեր դու ես ինձ ստեղծել, հիմա էլ այնպես ես անում, որ ես մեռնեմ, կաղաչեմ, հիշե թե զիս կավի պես շինեցիր ու հիմա զիս հող պիտի դարձնես, չէ որ ինձ կաթի պես թափեցիր ու պաների պես թանձրացրիր, զիս մորթով ու մսով հագցրիր ու ինձ ոսկորներով եւ ջիղերով հիմնեցիր, ինձ կյանք եւ ողորմություն շնորհեցիր եւ քու խնամքդ իմ հոգիս պահեց։ Եվս մեկ համար Հոբի գրքից, Հոբ 31:15 հետևյալն է ասում. Չէ որ զիս, որը վայնի մեջ ստեղծողը նրանց էլ է ստեղծել, այսինքն ինձ ստեղծողը բոլորի ստեղծողն է։ Մեկ չէ մեզ, ամենքս էլ արգանդի մեջ ձևակերպողը նույնն է, այսինքն Աստված բոլորիս ստեղծեց։ Իսկ Դավիթ թագավորը Սաղմոս 139-ում եւ 14 համարում գրում է. Կգոհանամ քեզանից, որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի։ Քո գործերը զարմանալի են ու իմ անձս աղեկ գիտե։ Սա մեծ հրաշք է, զարմանալի մի բան է, մարդուց մարդ է ծնվում։
Եվ նաև շարունակում է Սաղմոս 139, 15-16 համարները։ Իմ գոյությունս չծածկվեց քեզնից, երբ գաղտուկ տեղը շինվեցի։ Երկիր խորունկության մեջ ճարտարությամբ կազմվեցա, քո աչքերդ իմ անկատար կազմվածքը տեսան, ու անդամներից բոլորը քո գրքիդ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, եւ դեռ դրանցից մեկը չկար։ Աստված իր նախասահմանության համաձայն եւ համեմատ աշխարհը բերում մարդկանց եւ դեռ լա չկազմված, բայց Աստված գիտեր ինչպես պիտի կազմվի աշխարհ գա, ինչ կյանք պիտի ունենա, որովհետեւ Աստված ամենագետ է եւ ամեն բան գիտի։ Մարդիկ հակադրվում են ասելով, որ գիտեք, ինչպես թե Աստված մեզ ստեղծեց։ Իմ հայրս ու մայրս են ինձ աշխարհ բերել։ Լսել եք այսպիսի խոսք։ Այո, ինչ ասենք այդպիսիներին, ասենք մոտարապես 18%-ով ճիշտ եք։ Իսկ դու ով մարտարարած, գիտես, որ այդ հորդ ու մորդ մեջ բազմանալու կոդը ով դրեց, գիտես թե չէ, հա? Այն սաղմա բջիջները, որ իրար միացան եւ դու մորդ որովայնի մեջ 9 ամիս զարգացար, եթե իհարկե 7 չես ծնվել։ Ժողովող 11:5 ասում է. ինչպես դու հովի, այսինքն քամու ճամփուն ու լինելը չգիտես ով մարդ, ու հղի կնոջ որովայնի մեջ ոսկորների ինչպես կազմվելը չգիտես, նույնպես ամենաստեղծ Աստծո գործը չգիտես, այսինքն քո խելքիցդ վեր մի բան է։ Հայրդ ու մայրդ միայն միջոցը եղան։ Բազմանալու կոդը Աստված դրեց նրանց մեջ։ Մարդու գոյանալը եւ ծնվելը զարմանահրաշ մի բան է։ Թե հրաշք է եւ թե առեղծված է, բայց հեղինակը Աստված է։ Տերը Երեմիա մարգարեին հետևյալ ասաց, Երեմիա 1:5. Քեզ որովայնի մեջ չստեղծած, քեզ գիտցա, այսինքն ընտրեցի, դու քո մորդ արգանդից չելած, քեզ սրբեցի եւ ազգերին մարգարե ըրեցի։ Նույնպիսի մի համար գտնում ենք Եսայի մարգարության 49:1-ում գրված, կարդացեք տանը, Պողոս առաքյալը իր վկայությունը բերեց Գաղատացից 1:15, դրանց վրա չէ, որ պիտի ծանրանանք, շարունակենք նյութը, մարդու ծնունդը Ադամի սերունդի համար հաստատված է աստվածային օրենքներով եւ այն չպիտի փոխվի։ Սա է այր եւ կին մեկտեղ են գալիս եւ նրանցից երեխա է ծնվում։ Անշուշտ տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ շատ բաներ փոխվեցին եւ այսօր միջոցներ են փնտրում մարդու աշխարհ բերելու համար, քլոնինգից սկսած տեսան, որ դա չաշխատեց, բայց այլ կերպեր կա, օրինակ փոխնակ մայր են գտնում, չէ՞։ Եվ շատ ու շատ ուրիշ բաներ։ Մարդկային պատմության մեջ մի ծնունդ եղավ, որի նմանը եղած չէր ու չի էլ լինելու։ Միակ սուրբ ծնունդը աննախադեպ եզակի կատարյալ բացառիկ երկրավոր օրենքներին չենթարկվող եւ դա փրկչի ծնունդն է։ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ բացառիկ եւ եզակի ծնունդով։ Աստվածորդին աշխարհ եկավ, որպես մարդ հայտնվեց։ Մենք անդրադարձ չպիտի կատարենք ծննդյան պատմությունների վրա, որ գրված է Մատթեոսի եւ Ղուկասու ավետանների մեջ եւ երկուսը իրար ամբողջացնում են։ Ավետումը, բուն ծնունդը, հովիվները կամ արևելքից եկած այցելուները, փախուստ դեպի Եգիպտոս, սրանց մասին հիմնավոր ձևով միշտ էլ խոսել ենք։ Այսօր մեր կենտրոնացումը պիտի լինի հետևյալը. ծնունդ, բայց ոչ արարած, ոչ ստեղծված։ Սատանայի ամբողջ թիրախը սա է,
որ Քրիստոսին որպես մարդ ներկայացնի եւ նրա ծննդյան բացառիկ լինելը սովորական մի բան դարձնի։ Տեր Հիսուսի ծննդյան մեջ մարդու մասնակցություն չկա։ Ինչպես նախաբանի մեջ կարևորեցինք, որ ցույց տանք, որ այդ ծննդյան մեջ, սովորական մարդու ծննդյան մեջ մարդու մասնակցություն կա, այդպես է, բայց Հիսուսի ծննդյան մեջ մարդկային մասնակցություն գոյություն չունի, այդ ծնունդը Աստծուց է գալիս։ Առաջի Տիմոթեոս 3:16 Աստված մարմնով հայտնվեց։ Աստվածային է այս ծնունդը։ Մարմնով հայտնվեց։ Աստվածպաշտության խորհուրդն է սա, գաղտնիք է, աշխարհից թաքնված է, պահված է։ Միայն նրանք են հասկանում այս խորհուրդը, ովքեր որ Տիրոջ առջև խոնարհել են, ապաշխարել են, Հիսուսին փրկիչ են ընդունել, նրանց միտքը լուսավորված է եւ այսպիսի աստվածային ճշմարտություններ հասկանում են։ Աստված մարմնով հայտնվեց, աստվածպաշտության Աստված ճանաչողության գլխավոր բաղադրիչներից է, Աստված մարմնով հայտնվեց։ Եթե Աստված մարմնով հայտնված չլներ, մենք հորը չպիտի ճանաչեինք, որդին եկավ, որպեսզի հորը ցույց տա։ Եվ սա կոչվում է մարմնացում, incarnation։ Ղուկաս 1:35-ում կարդում ենք. հրեշտակը Մարիամին հետևյալ ասաց. Սուրբ Հոգին պիտի գա քեզ ու բարձրալի զորությունը քո վրա Հովանի պիտի լինի, ուստի այն քեզանից ծնվելու Սուրբը Աստծո որդի պիտի կոչվի։ Հիսուս Տիրամոր որովայնի մեջ 9 ամիսներ զարգացավ, ձևակերպվեց, սակայն նրա անձը եւ հոգին եկավ երկնքից։ Հիսուս ադամական մարդուն որևէ կերպով հաղորդ չեղավ։ Ադամի որդիները ծնվում են մեղքով։ Այո, փոքր երեխան մեղք չունի, սակայն իր ծնողներից ժառանգում է այդ բնությունը, մեղավոր բնությունը։ Երկրի վրա ծնված միակ Սուրբը Հիսուս Քրիստոսն է։ Դարերի ընթացքում դավանաբանական շատ վիճաբանություններ եղել են, հանգանակներ են հաստատվել եւ փորձեր են արվել այդ հանգանակների մեջ ավելացումներ, փոփոխություններ մտցնելու։ Օրինակ, Նիկեական հանգանակը Քրիստոսի թվարկության 325 թվականին հաստատվեց, սակայն եկավ մի ժամանակ, որ նրա մեջ փոփոխություն մտցրեցին։ Եվ դա ինչ փոփոխություններ հետևյալներ, որ սա շատ վտանգավոր եւ Աստծո խոսքին հակառակ մի փոփոխություն էր։ Ծնվեց կատարելապես Մարիամ կույսից Սուրբ Հոգով, ապա ավելացումը, որով առավ մարմին, հոգի եւ միտք, եւ ամենայն ինչ իմ մարդ է, ճշմարտապես եւ ոչ կարծիող։ Այսինքն կարծեցյալ չէ։ Մարդը ինչ որ ուներ, Հիսուս նրանից վերցրեց։ Կարող է երևակայել։ Սա նշանակում է մեղանչական բնություն վերցրեց։ Եթե միտք վերցրեց, սա անձն է մարդու, նշանակում է մեղանչական բնություն վերցրեց։ Ինչպես են մեկնաբանում հեղինակները, ասելով, որ եթե Հիսուս միայն մորից մարմին վերցներ, պիտի կոչվեր մարմնասեր, բայց այդ ամեն բաները վերցնելով է, որ կոչվում է մարդասեր։ Եվ սա մարդկային տրամաբանության ճղճիմ մի պատկերացում է, որ այսօր կարող եք հայերենի մեջ գտնել այս գրվածը, որ վերցրեց մարմին, հոգի եւ միտք եւ ամենայն ինչ է իմ մարդ, ճշմարտապես եւ ոչ կարծիով։ Սա ավելացված է եւ սա չարի մեկ խորհուրդն է, որովհետեւ սա Սուրբ գրքին հակասում է։ Իսկ որպիսի իրենց բերած
այդ սխալ պատկերացումը, սխալ դրույթը հաստատեն, ավելացրել են հետևյալը ևս, որ Մարիամը միջ այդ սրբված էր, այսինքն ադամական բնություն այլևս նրա մեջ չկար, Աստված երբեք իր օրենքները չի խախտում, այսինքն ուզում են ասել, որ հղիությունից առաջ արդեն ադամական բնությունը իր մեջ չկար, այդպես է, եթե այդպես լիներ, Մարիամը փրկչի պետքություն չպիտի ունենար, ուներ թե ոչ, ուներ, որտեղից գիտենք, կարդում ենք, Ղուկասու ավետարան, առաջի գլուխ և 47 համար, իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստծովս, այս խոստովանությունը ապացույցն է այն բանի, որ Մարիամը փրկչի պետքություն ուներ, նա կարևորեց, իմ փրկիչ Աստծովս, որ փրկի նրան ինչից, առօրյա ասենք վտանգներից, միմիայն մեկ բանից, մեղքից, Տեր Հիսուսի անձը սիրելիներ, աշխարհի վրա միակ ոչ ճիշտ հասկացված անձն է, և մարդկության համար նա հանդիսանում է հակասական, առեղծվածային, մարդկային ճղճիմ ընդունակությունները այսքանից ավել չեն կարող անցնել, որ եթե նա Աստված էր, ինչպես երկրի վրա քայլեց, և չեն հասկանում նրա աշխարհ գալու բուն իմաստը, և սատանան գործածելով այս լծակները, գտնելով իր համար, մարդկության մեջ շատ համախոհներ, սարքել է իր գործակիցները և ամեն տեսակ ստեր Տեր Հիսուսի անձի վերաբերյալ տարածում են։ Շատ ու շատ կրոններ կան ստեղծված։ Միայն մեկն է ճշմարիտը և մենք ասում ենք, այն ոչ թե կրոն է, այլ կյանքի իմաստ է, կյանքի ընթացք է, սա քրիստոնեությունն է, ճշմարիտ հիմնված Աստվածաշնչի վրա, ոչ թե հայրերի գրությունների, այս կամ այն եկեղեցու դրույթների վրա, այլ միմիայն Աստվածաշնչի վրա։ Արևելքում տիրապետող կրոնը որն է, բուդդիզմը, հնդկական տարբեր տարատեսակ կրոններ։ Նրանց մեջ գոյություն ունի այսպիսի մի գաղափար, որ կոչվում է վերամանավորում, reincarnation, այսինքն մարդը շղթայական ձևով այս կյանքի մեջ կարող է գտնվել էոններ, տարբեր դարաշրջաններ, մի վիճակից, մի մարմնից մյուսին անցնելով, կախված այն հանգամանքից, թե այս կյանքի մեջ ինչպես ապրեց, եթե շատ անփույթ էր, մյուս կյանքի մեջ անպայման խոզի մեջ կլինի, կամ բորենու մեջ կարող է հայտնվել, և շատ ու շատ ծիծաղելի գաղափարներ են սրանք։ Եվ նպատակ ինչն է, որպեսզի նսեմացվի մարմնավորվելու Քրիստոսի այդ հրաշափառ իրողությունը։ Եվ ասում են, Հիսուս մեկ անգամ մարմնավորվեց, բայց սովորական մարդիկ անverջ մարմնավորվում են, մի մարմնից մյուսին են անցնում և հնարավոր է, որ ասենք իր հոգին մի քանի դարաշրջաններ առաջ մի անասունի մեջ լինի, կամ մի ուրիշ մարմնի մեջ լինի, կամ եթե մրջունի վրա տրորում ես, հնարավոր է, որ դա իր հորեղբայրը լինի, անցյալ կյանքի մեջ։ Այսպիսի գաղափարներ կա, կարող է երևակայել, և միլիարդավոր մարդիկ այս գաղափարներին հետևում են։ Գիտեք, ընդհանրապես, որպեսզի ավետարանը շեղեն, նրա միջից փնտրում են այնպիսի դրույթներ գտնեն, այնպիսի համարներ գտնեն, որպեսզի իրենց բերած փաստարկները հաստատեն։ Օրինակի համար, Հովհաննես Մկրտիչի մասին Մատթեոս 11-րդ գլխում 13-14 համարներում կարդում ենք. Վասնզի բոլոր մարգարեները և օրենքը միջև Հովհաննես մարգարեություն արեցին, եթե կուզեք ընդունել, նա է Եղիան, որ պիտի գա,
Եվ ասում են, ահա ձեզ վերամարմնավորում։ Եղիայի հոգին եկել է Հովհաննես Մկրտիչի մեջ։ Այդպես է։ Եկեք գնանք մարգարեական խոսքը եւ կարդանք Մաղաքիայի 4 գլխից 5-6 համարները։ Ահա ես Եղիա մարգարեն ձեզ պիտի ղրկեմ, դեռ Տիրոջ մեծ ու ահեղ օրը չեկած, նա հայրերի սիրտը որդիներին եւ որդիների սիրտը հայրերին պիտի դարձնե, որ չլա թե ես գամ ու երկիրը անեծքով զարնեմ։ Լավ, մենք ինչպես հասկանանք, ինչ է նշանակում Եղիայի հոգիով պիտի գա, ոչ թե որ Հովհաննես Մկրտիչը վերամարմնավորված Եղիան է, այլ որ երկուսն էլ Աստծու նույն հոգին ունեին, երկուսն էլ Աստծու համար խիստ նախանձավոր էին։ Հիշեք, Եղիան ինչպիսի կյանք ուներ։ Նրա ամբողջ նպատակը Իսրայելը կռապաշտությունից ազատելն էր։ Եվ պայքարի էր դուրս եկել այդ չար թագավոր Աքաբի եւ մանավանդ նրա կնոջ Հեզաբելի դեմ։ Ճիշտ է, իր մարդկային տկարություններն էլ տեսանք, վախեցավ, փախավ, բայց պայքարի մեջ էր ելած։ Հովհաննես Մկրտիչ ինչպես եկավ, անապատներում ապրող այդ մարդը, որ Տիրոջ ճանապարհները շտկեց եւ ամենուրեք ապաշխարություններ քարոզում ազգովի։ Եվ ասաց, ահա ապաշխարեցեք, թե չէ կացինը ծառի արմատի մոտ դրված է, պիտի կտրվեք, իժերի ծնունդներ, ապաշխարեցեք։ Ուրեմն, Եղիան իր տեղն էր, Հովհաննես Մկրտիչն էլ իր տեղն էր, երկուսն էլ Աստծո հոգու զորությամբ գործեցին Աստծո հետ գործակից եղան։ Դարերի ընթացքում Սատանան միշտ էլ պայքար է մղել Քրիստոսի աստվածության դեմ։ Քրիստոս թող լավ մարդ լինի, մեծ մարգարե լինի, բարիքներ արած մարդկանց, թող գովեն այդ կապակցությամբ, բայց երբեք թող Աստված չլինի, որտև նա այդ իրողությունից սարսափում է։ Երուսաղեմում այն տաճարը, որ 70 թվականին հռոմեացիների ձեռքով քանդվեց, այդ տաճարի տեղը կառուցվեց իսլամական մզկիթ։ Այն կոչվում է Dome of Rock, եւ նրա հսկա գմբեթը, որ ոսկեզոծ պատված է, գիտեք ինչ է գրված նրա վրա։ Աստված որդի չունի։ Լավ, ձեր այդ գրքույկից, Ղուրանից մի համար չգտաք այնտեղ գրելու։ Ինչ է ձեր նպատակը։ Ուրեմն ամբողջ պայքարը Քրիստոսի աստվածությունը նսեմացնելն է, այսինքն Քրիստոս Աստված չէ, ամբողջ իրենց նպատակը դա է։ 4 դարում մի հոսանք դուրս եկավ եւ սրա հեղինակը Արիոս աննով մի անձնավորությունն էր, արիոսականներ կոչվեցին սրանք։ Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքի մի քահանա էր եւ հետևորդներ գտավ, որ Քրիստոսը հավիտյանս հավիտենից չէ։ Այո, ստեղծագործությունից առաջ նա կար, սակայն Աստված, Հայր Աստված նրան ստեղծեց, որպեսզի ստեղծագործությունը կատարի։ Այլ կերպ ասած, Քրիստոս ստեղծագործ Աստված չէ։ Այլ միայն միջոց եղավ, ճարտարապետ եղավ, որպեսզի ստեղծագործությունը կատարվի։ Եվ արիոսականությունը գնալով զորանում էր։ Ահա տեսեք ինչ է գրված Կողոսացիս առաջի գլխում, կարդանք Կողոսացիներին գրված առաջի գլուխ 12-ից մինչև 18 համարները պիտի կարդանք, որոշակի բացատրություն տալով։ Գոհանալով Հոր Աստծուց, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից լինելուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր արյունով, այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո
պատկերն է։ Ոչ միայն արտաքին նմանություն, ներքին էությունը, եւ այստեղ է հարցը գալիս. բոլոր ստեղծվածների անդրանիկը։ Այս մեկ բառը ստեղծվածների անդրանիկը ասում են, դե տեսնում եք, եւ այսօրվա բոլոր աղանդներն էլ սրա վրա են հիմնվում, ասելով, որ Հիսուս ստեղծված է, ինքը ստեղծիչ չէ։ Եկեք տեղափոխվենք Հայտնություն առաջի գլուխ եւ 5 համարը կարդանք։ Այն լույս պիտի բերի մեր բացատրության վրա։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայից, որ մեռելներից հարություն առնողների անդրանիկն է ու երկրի թագավորների իշխանը։ Մեռելներից հարություն առնողների անդրանիկը։ Հիսուսից առաջ, եթե Հիսուսին որպես մարդ են տեսնում, նրանից առաջ ուրիշ հարություն առնողներ չեղան, անշուշտ որ եղան, չէ, բայց եթե անդրանիկն է, սա նշանակում է նոր ստեղծագործության գլուխն է, բոլոր վերստին ծնունդ ունեցողների գլուխն է, եկեղեցու գլուխը եղավ Քրիստոսը։ Շարունակենք Կողոսացի թուղթը 16-17 համարները կարդանք։ Վասնզի Քրիստոսով ամեն բան ստեղծվեց, ստեղծիչ է թե ոչ։ Այո, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա կա, նրանք որ կերևան եւ նրանք որ չեն երևար, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, բոլոր բաները նրանով եւ նրա համար, նրա փառքի համար ստեղծվեցին։ Նա ամեն բանից առաջ էր եւ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Երրորդության մեկ անձնավորությունը։ Քրիստոսով փառավորվում է Սուրբ Երրորդությունը։ Երբ որ մենք փառք ու պատիվ ենք տալիս Հիսուսին, մենք փառաբանում եւ պատիվ ենք տալիս Սուրբ Երրորդությանը։ Եվ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, որ սկիզբն է մեռելներից անդրանիկը, որպիսի ինքը լինի ամեն բանի մեջ նախապատիվ։ Հիսուս Քրիստոս ծնունդով աշխարհ եկավ, բայց ինքը ստեղծիչ Աստված է երրորդության մեջ։ Երբ որ այս ճշմարտությունները հաստատվում են, աղանդավորների բոլոր խորհուրդները փոշիանում են։ Հովհաննես առաքյալը ինչ է գրում իր ավետանի հենց սկզբում։ Գիտեք, Հովհաննես առաքյալը երկու կարևոր հանգամանքներ բերեց թե իր ավետանի մեջ եւ թե ընդհանրական թղթերում։ Քրիստոսի աստվածությունը եւ նրա սերը։ Այս երկու բաների վրա էր նա կենտրոնացած եւ հիանալի ձևով ներկայացնում է։ Կարդանք Հովանու ավետարան առաջի գլուխ 1-ից 5 համարները։ Սկզբից էր բանը, լոգոս, խոսքը, ինչ որ ձևով շատ մեծ բան չի տալիս, երբ որ ասում ենք խոսքը, բայց սա ներկայացնում է Աստծո բանականությունը։ Սկզբից էր բանը, իմացականությունը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա բան մը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր, եւ խավարը նրան չճանաչեց, միսև այսօր չեն ճանաչում Քրիստոսի անձը, դրա համար ամեն կարգի բաներ Քրիստոսի անձի դեմ խոսում են, եւ Տիրոջ խոսքը ասում է, չեն վախենում մեծափառների դեմ խոսելու, թող զգուշանան, ամեն մարդ, երկիր մոլորակ ծնունդով եկած ամեն անձ Քրիստոսի առջև պիտի ներկայանա։ Հավատացյալները Քրիստոսի ատյանը գործերի քննության համար եւ հավիտենական կյանք մտնելու համար, իսկ նրանք ովքեր որ մերժեցին եւ այս աշխարհից գնացին առանց ապաշխարելու, նրանք պիտի կանգնեն ճերմակ աթոռի առջև։ Դա ով պիտի անի։
հայրը մեկին չի դատում, հապա ամեն դատաստան որդուն հանձնեց, որպիսի բոլորը որդուն պատվեն։ Ամեն ծունկ Քրիստոսի առջև պիտի ծրվի եւ ամեն լեզու պիտի դավանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Այդ օրը պիտի գա։ Հետևաբար մենք մարդկանց կոչ ենք անում ասելով. խոհեմ գտնվեք, զգուշ եղեք Քրիստոսի անձի դեմ խոսելու։ Նա ձեր դատավորը մի օր պիտի լինի եւ ատյանը անողոք պիտի լինի։ Այս կյանքի մեջ եթե մտածում եք ճարպկությամբ, կաշառք տալով դատերից ազատվել, այնտեղ այդպիսի բան չկա։ Դատաստանը արդարությամբ պիտի լինի։ Քո ասած ամեն մի խոսքը քո դեմ պիտի վկայություն տա։ Դեռ ավելին, հորդորում ենք, որ Քրիստոսին ձեր կյանքերի մեջ ընդունեք, այլապես ձեր ապագան սարսափելի պիտի լինի։ Ուրեմն ծնունդ, բայց ոչ արարած, ոչ ստեղծված։ Փաստերը բազմաթիվ են սիրելիներ, եկեք տեղափոխվենք ծննդոց եւ մի քանի համարներ կարդանք։ Ծննդոց առաջի գլուխ 26 համար Աստված ասավ մեր պատկերի եւ նմանության պես մարդը ստեղծենք։ Մեր ինչ է նշանակում, մեկից ավելի։ Եվ Աստված գրված է Էլոհիմ, որ մեկից ավելի է։ Նշանակում է սուրբ երրորդությունը, պատկերի եւ նմանության պես մարդ արարածին ստեղծեց։ Երրորդ գլուխ 22 համար Տեր Աստված ասավ. ահա Ադամը մեզանից մեկի պես եղավ, բարին եւ չարը իմանալով։ Երբ որ մեղքը գործվեց, Աստված այսպիսի հռչակում արավ։ Ինչ է նշանակում մեզանից մեկի պես եղավ։ Աստված ինքը իր համար քաղաքավարի ձևով է խոսում, հոգնակի է խոսում, մեզանից մեկի պես եղավ, բարին եւ չարը իմանալով։ Աստված այդ ամենը գիտի սրբության մեջ։ Մարդը այդ ամենը իմացավ անձնական փորձառությամբ։ Երբ որ մեղքի մեջ ընկավ, մեղքի բնությունը ընդունեց, հասկացավ, թե ինչ է նշանակում բարին եւ չարը։ Ծննդոց 11-րդ գլուխ եւ 7 համար գիտեք, այնտեղ նկարագրված է բաբելոնյան աշտարակաշինությունը եւ ինչպես մի հայտնի անձնավորություն Նեբրով տանունով հրահրեց մարդկությանը այդ տարածաշրջանում, եկեք մեզ համար մեծ աշտարակ սարքենք եւ այսինքն մենք ինքնիշխան լինենք, Աստծո իշխանությունը մեր վրա չլինի։ Եվ եթե անգամ ջրեղեղ էլ գա, մենք դրանից չվնասվենք, եւ Տերը ինչ ասավ Ծննդոց 11-րդ գլուխ եւ 7 համարում։ Եկեք իջնենք ու նրանց լեզուն խառնենք։ Ում է ասում եկեք իջնենք, արդյոք հրեշտակներին։ Ոչ այսպիսի գործերի մեջ հրեշտակները չկան, հրեշտակները սպասավորող հոգիներ են։ Աստված նրանց հետ ոչ խորհրդակցում է, ոչ էլ ստեղծագործության մեջ նրանց բաժին է տվել։ Աստված միմիայն ինքը ասավ եւ եղավ, իր խոսքով ամեն բան ստեղծվեց։ Բազմաթիվ անառարկելի փաստեր կան, որ Հիսուս ծնունդով աշխարհ եկավ, բայց ինքը ստեղծված չէ, այլ ինչ է, ստեղծիչ է։ Առակաց 8-րդ գլուխ եւ 30 համար Հիսուս է խոսում։ Երբ երկրի հիմերը կդրվեր, ես հոր մոտ ճարտարապետ էի։ Ճարտարապետ էի։ Այս խոսքը մեզ մի ուրիշ բան չի հիշեցնում արդյոք։ Հա? Եթե չի հիշեցնում, ասեմ։
Աբրամի համար գրված է, եւ սա Եբրայեցիս 11-րդ գլուխ եւ 10 համարն է, որ նա կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է։ Վերին Երուսաղեմին էր սպասում Աբրամ հավատքով, ճարտարապետը եւ արարիչը, եւ Հիսուս հոր մոտ ճարտարապետ էր, ուրեմն ինքը ինչ է, արարիչ Աստված է, փակ Տիրոջը, երրորդության մեջ ամեն բան Քրիստոսով տեղի ունեցավ, ամբողջ ստեղծագործությունը, այո նա հոր մոտ ճարտարապետ է եւ նաեւ երրորդությունը մեկտեղ ծրագրեց ամեն բան եւ կատարվեց եւ մեր աչքերի առջեւ է ամեն ստեղծագործությունը։ Հովանես Մկրտիչը տեսնելով Տեր Հիսուսին հետեւյալ ասաց, կարդանք Հովանու Ավետարան առաջի գլուխ եւ 29-30 համարները։ Հետևյալ օրը Հովանես տեսավ Հիսուսը, որ իրեն կգար ու սավ, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Անիկա է, որու համար կսեի, իմ ետևից մարդ մը պիտի գա, որ ինձանից առաջ եղավ, վասնզի ինձանից առաջ էր։ Եկեք քննենք սա։ Ով առաջ ծնունդով աշխարհ եկավ, Հիսուս թե Հովանես Մկրտիչը։ Հովանես Մկրտիչը, բայց ասում է, նա որ գալիս է, ինձանից առաջ եղավ, որտեւ ինձանից առաջ էր։ Նույն ձևով, երբ որ Տեր Հիսուս հրյաների հետ խոսում էր եւ նրանք գիտեք ինչ հակառակության հոգի կար, չէ՞, հրյաների մեջ Հիսուսի հանդեպ։ Դու ով ես որ հայտնվել ես, քեզ Մեսիայի տեղ ես դրել, որտեւ իրենք Մեսիային ուրիշ կերպ էին պատկերացնում, սպասում, որ այդ Մեսիան պիտի գար որպես փրկիչ մեկը իրենց թշնամիներից պիտի ազատեր եւ նրանք ինքնիշխան պետություն պիտի դառնային։ Բայց Հիսուս խոնարհ ծառայի պես եկավ եւ նրանք չընդունեցին։ Կարդում ենք Հովանու 8-րդ գլուխն է 56-ից 58 համարները։ Հիսուս այդ հակառակողներին պատասխանեց. Ձեր հայրը Աբրահամ ցանկացավ իմ օրս տեսնել ու տեսավ եւ ուրախացավ։ Իսկ հրյաները ասեցին անոր. Դու տակավին 50 տարեկան չկաս, Աբրահամին էլ տեսար։ Աբրահամը Հիսուսից 2000 տարի առաջ է ապրել։ Հիսուս Սավանոց ճշմարիտ կասեմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես։ Եվ գիտեք, պապանձվեցին։ Հիսուս ստեղծիչ Աստված է։ Այդ մանուկը, որ մսուրի մեջ դրվեց, գոմի մեջ ծնվեց, որտեղ իր համար տեղ չգտնվեց։ Բոլոր դռները փակ էին։ Այդ մանուկ չմնաց, այդ մանուկը փրկիչ դառավ։ Այդ մանուկը եթե խաչի մահը եւ հարությունը չունենար, մեզ չէր կարող փրկել։ Երբ որ մենք տոնում ենք Քրիստոսի ծնունդը եւ օրհնության խոսք ենք ասում, դրա հետ մեկտեղ մենք ի նկատի ունենք նաեւ նրա հրաշափառ հարությունը։ Չարչարյաց խաչելություն, հրաշափառ հարություն։ Դրանով մեր փրկությունը իրականացավ։ Հիսուսի խաչը միջոց եղավ երկինքը երկրին միացնելու։ Երկնքի ճանապարհը բաց է եւ Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ ինձանով։ Այո, այդ ճանապարհը բացված է սիրելներ։ Ամենամեծագույնը, որ Հիսուս մահվան վրա հաղթություն տարավ, մահ ասված այդ սարսափազդու բառը, որ այսօր մարդիկ դողում են, պիտի մեռնես, սա ամենասարսափելի բանն է, բայց Հիսուս մահվան վրա հաղթություն տարավ, նրա հրաշափառ հարությամբ մահը իր իշխանությունը կորցրեց, եւ Աստծո խոսքը ասում է. Ուր է ով մահ քո խայթոցդ, ուր է ով գերեզման քու հաղթությունը։ Մահվան խայթոցը մեղքն է
եւ մեղքի ուժը օրենքն է, որտեւ օրենքն է մեղքը ի հայտ բերում եւ մեղքի որպես արդյունք մարդիկ մեռնում են։ Հիսուս հաղթություն տարավ մահվան վրա։ Ինչ է մահը իրենից ներկայացնում։ Մարմնի անջատումը հոգուց։ Այն մի վերարկու է, որ մեր վրա մենք կրում ենք, երբ որ ժամանակ եկավ այդ վերարկուն մեր վրայից պիտի հանենք, բայց ամենակարևորը Աստված մեզ խոստացավ փառավորյալ, երբեք չծերացող, երբեք չհիվանդացող, երբեք չհոգնող հավիտենական մարմին, այնպիսին ինչպես Տեր Հիսուս ինքը ուներ, այդ մարմինը պիտի հագնենք եւ հավիտյանս հավիտենից Տիրոջ ներկայության մեջ պիտի գտնվենք սիրելներ։ Ինչ է այս կյանքը։ Հիրավի շոքի է, անցողիկ մի բան է։ 70-80, ոմանք այդքանի էլ չեն հասնում։ Եթե սա է կյանքը, մարդիկ իրապես որ դժբախտ են, բայց կա իրական կյանք, հավիտենական կյանք, Փրկիչը բերեց այդ կյանքը։ Աստված մարդեղացավ, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Օրհնյալ է Տեր Հիսուսի անունը հավիտյանս հավիտենից։ Ինքը մեզ ազատեց մեր մեղքերից։ Ինքը մեզ որդի կոչվելու իշխանություն տվեց։ Ինքը մեզ շնորհեց հավիտենական կյանք։ Մեր կյանքը երկնքում Քրիստոսի մեջ պահված է, երբ որ Քրիստոս հայտնվի, այն ժամանակ մենք էլ փառքով անոր առջև պիտի հայտնվենք։ Այս ճշմարտությունները Տեր ասավ եւ մենք այն ընդունում ենք ինչպես որ կա։ Հավատում ենք այս ճշմարտությանը։ Երանելի ենք, եթե չենք հավատում, մենք խղճուկ վիճակի մեջ ենք։ Տեր Հիսուս ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի հավիտյանս հավիտենից։ Եթե դու Քրիստոսին այսօր ընդունես որպես Տեր եւ Փրկիչ, խոստովանես, որ մեղավոր ես, քու իսկ բառերով այդ աղոթքը քո սրտիցդ պիտի դուրս գա, ոչ միայն շրթունքներովդ, այլ սրտի մեջ հավատալով եւ խոստովանելով, այն ժամանակ Աստված քեզ այցելություն կանի, քեզ կշնորհի իր Սուրբ Հոգին եւ այն Հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, քեզ էլ հարություն առնել պիտի տա։ Հավատա այս ճշմարտությանը։ Տիրոջ առջև խոնարհվի եւ հավիտենական կյանք ունես։ Ամենամեծագույն նվերը Այո, Քրիստոս այդ նվերը, ինչպես քիչ առաջ քույրը երգեց, Քրիստոս այդ նվերը մեզ տվեց։ Մենք ունենք հավիտենական կյանք։ Գիտեք, ամեն տարի մարդիկ նոր տարին չսկսած հետաքրված են, թե հաջորդ տարին ում տարին է։ Հա? Խոզի տարի է, չգիտես, գայլի տարի է, ինչ տարի է, աքաղաղի տարի է, չինական անմտությունները, և դրանով են ապրում, և դրանով են շնչում, այս տարի, այսինչ կենթանու տարին է, եթե վատ կենթանի է, աշխատեն նրա նման չլնեն, տա Աստված, որ մեր հայ ազգի համար այս տարին Քրիստոսի տարին լինի, փրկության տարի լինի, մենք որ առաջինն ենք, այդպես ենք համարում մեզ, առաջի քրիստոնեական պետությունը ազգը, բայց որ տեղում ենք, նախավերջի թե վերջի, կա քրիստոնություն մեր մեջ, երևույթ է միայն, շղարշ է, ծեսերով աղտացած, մարդիկ խապված են ավանդություններով և Քրիստոսի անձը չեն ճանաչում, նրա մարդեղանալը, նրա փրկագործությունը, հրաշափար հարությունը և խոստումները չունեն, Տերը թող ողորմի, որ այս տարին փրկության տարի լինի հայ ժողովրդի համար։ Մենք շատ բողոքում ենք, որ այսինչ արհավիրքներ են գալիս մեր վրա, ցեղասպանություն, երկրաշարժ, անդադ պատերազմներ, երիտասարդները սպանվում են,
Եվ ամեն տեսակի բաներ, մենք որովհետև աստվածապաշտ չենք, մենք որովհետև ճշմարտությունը չունենք, Քրիստոսին չունենք, ընդունենք նրան մեր կյանքերի մեջ, եւ Տերը մեծապես պիտի օրհնի, թե անհատապես եւ թե որպես ազգ։ Աստված թող այս շնորհքը մեր ազգին անի, ամեն։ Մսուրի մեջ մի մուտ ու